Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, իրաբազում և առատ ողորմությունների համար։ Թող փառավորվի Տիրոջ անունը և Տերը օգնական լինի, որ այս առավոտ կանուխ մեզ բերել այստեղ, ուրեմն բան ունի մեզ ասելու, որպեսզի ամեն մեկս այո ուշով ուշադիր լինենք, թե Տերը ինչ է ուզում մեզ սովորեցնի։ Պիտի կարդամ ուրեմն 91-րդ Սաղմոսից 14, 15, 16 համարները։ 91-րդ Սաղմոս 14-ից 16 համարներ։ Որովհետև նա ինձ ցանկացավ և ես կփրկեմ նրան։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչե դեպի ինձ և ես կլսեմ նրան։ Ես նրա հետ կլինիմ, նեղության մեջ կապրեսնեմ նրան և փառավոր կանեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Ամեն։ Այո, երգեցինք, որ Բարձրյալի ծածկոցի տակ բնակողը ամենակարողի շուքի տակ պիտի հանգստանա։ Շատ անգամներ, գիտեք, մեզ թվում է, թե մենք ճանաչում ենք Աստծուն, բայց ցավոք շատ ժամանակ դա ընդամենը լեզվի խոսք է։ Կուզեմ այսօր այն ինչի մասին, որ դրված է սրտից մեջ խոսալու, կուզեմ մի պահ ամեն մեկս ուշադրություն դարձնենք մեր սրտերին։ Արդյոք մենք մեր սրտի մեջ իրապես սրտանց ճանաչում ենք նրան։ 15 համարի երկրորդ պարբերությունն այսպես ասեմ, որ նա ճանաչում է իմ անունը։ Ճանաչել ամենակարող Աստծուն։ Ճանաչել նրան ամբողջ հոգով, սրտով, մտքով և էությամբ։ Սա շատ կարևոր է, սիրելիներ, որովհետև հաջորդ երկու համարները իրականություն պիտի դառնան սրտանց ճանաչողների կյանքի մեջ։ Նրանք, ովքեր որ սրտանց այդ Աստծուն չեն ճանաչում, իրանց սրտի խորքի մեջ, իրոք այդ ճանաչողությունը չկա կենդանի Աստծու, նրա զորության, նրա մեծության, գիտեք, այս իրավիճակները չի կարա դրսևորվի։ Հիմա կփորձեմ երկու անձնավորությունների կյանքից օրինակ բերելով հասկանանք, որ իրոք շատ կարևոր է, որ մարդը սրտանց, այո ամբողջ սրտով, ներքին աշխարհով ճանաչի ամենակարող Աստծուն։ Երբեմն մեզ թվում է, թե երբ որ մենք ճանաչում ենք Աստծուն, մեր կյանքերի մեջ նեղություններ և դժվարություններ պիտի չլինեն։ Շատ ժամանակ սատանան փորձում է խաբելու մարդուն, դե եթե ճանաչում ես Աստծուն, ինչի է այս իրավիճակները քո կյանքի մեջ։ Գիտեք, շատերից եմ լսել, ասում են, դե եթե Աստված հզոր աբադուխի ես, այս նեղությունով անցնեմ։ Նորից եմ շեշտում, Աստծուն ճանաչել չի նշանակում, որ մեր կյանքի մեջ պիտի չլինեն դժվարություններ։ Բայց նա, որ սրտանց, իրոք սրտանց է ճանաչում Աստծուն, նա իր կյանքի մեջ ունենում է հաղթություն և հաջողություն։ Առաջի մարդը, որի կյանքից կուզեմ մի փոքր օրինակ բերենք, դա Հովսեփն էր։ Սուրբ գրքում այսպես է գրված. Ծննդոց գրքի մեջ Ծննդոց գիրք 37 գլխի մեջ ուրեմն առաջի համարից կարանք կարդանք։ Եվ Հակոբը իր հոր
պանդխտացած երկրումը Քանանի երկրումը բնակվեց։ Սրանք են Հակոբի սերունդները։ Հովսեփը 17 տարեկան էր, իր եղբայրների հետ հոտերը արածեցնում էր և պատանի էր իր հոր տան կանանց Բաղայի որդիների հետ և Զեփիայի որդիների հետ, և Հովսեփը նրան չար լուրը բերում էր իրանց հոր մոտ, և Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի սիրում էր Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, և թևքերով պատմության շինեց նրա համար, ու այսպես շարունակում է։ Հիմա տեսեք, Սուրբ Գիրքն ասում է, որ Հովսեփը 17 տարեկան էր և 5 համարամ ասում է, և Հովսեփը մի երազ տեսավ։ Դուք բոլորդ գիտեք այդ երազը որն էր։ Հաջորդ օրը նույնպես մի հատ երազ տեսավ և Սուրբ Գիրքն ասում է, որ վեր կացավ և երազը պատմեց իր եղբայրներին, թե ինչպես իր այդ ցորենի խուրձը կարծես կանգնեց և մնացած խուրձերն եկան խոնարհվեցին։ Առաջի հայացքից մենք տեսնում ենք, որ այստեղ մի հատ իրավիճակ էր, որ Աստված պիտի Հովսեփին կարծես թե բարձրացներ։ Բայց գիտեք, անցավ երկար ու ձիգ 13 տարիներ։ Երկար ու ձիգ 13 տարիներ, ու այդ 13 տարիների ընթացքում Հովսեփը անցավ որոշ դժվարությունների մեջով, որոշ իրավիճակների մեջով անցավ։ Կարծես թե որոշ փոթորիկներ բարձրացան իր կյանքի մեջ, ալեկոծություններ եղավ, բայց մի կարևոր բան կար, որ Հովսեփը սրտանց, իրոք սրտանց պաշտում էր և ճանաչում էր այդ Աստծուն։ Այդ տարիների ընթացքի մեջ, ինչքան որ կարդացել եմ, չեմ հանդիպել մի այսպիսի հատված, որտեղ որ գրված լինի, որ Տեր Աստված ինչի համար։ Տեր Աստված ինչի համար։ Եկավ մի պահ, տեսեք, եղբայրները Հովսեփին ծախեցին գերության և 39-րդ գլխի մեջ 9 համարում այսպես է գրված. այս տան մեջ ինձանից մեծը չկա, և ինձանից մի բան չարգիլեց, բացի քեզանից, ըստ որում դու նրա կինն ես։ Ուրեմն ես ինչպես գործեմ այս մեծ չարությունը և Աստծո դեմ մեղանչեմ։ Հովսեփը Աստված իր հետ լինելով Պետապրեսի տանը հասել էր հաջողության և այս ազնվորությունը Հովսեփին նշանակել էր իր տան վրա որպես կառավարիչ։ Մի քիչ վերևի համարներում ասում է, որ նա ոչ մի բանից տեղյակ չի։ Հարստության քանակից, օգուտից, վնասից, ամեն ինչից, ոչ մի բանից կարծես թե տանտերը տեղյակ չէր, բայց տանտերը մի բան հասկանում էր, որ Տերը Հովսեփի հետ է, Աստված Հովսեփի հետ է։ Ու եկավ մի պարագա, բարձրացավ մի հատ մեծ փոթորիկ, մի հատ մեծ, կարելի է ասել, տորնադո առաջացավ։ Հիմա այստեղ մի հատ հարց, Հովսեփը, ես միշտ մտածել եմ, որ Հովսեփը կարար այդ տարիների ընթացքի մեջ ինչ-որ բան հետ գցեր։ Եթե ինչ-որ գումար ինքը առանձնացներ, իր տերը բնավ ոչինչ էլ տեղյակ չէր լինի։ Բայց մենք տեսնում ենք այս խոսքերի մեջ Հովսեփն ասում է, ես ինչպես Աստծո առջև մեղանչեմ, անկախ ամեն իրավիճակից։ Նա ուներ կարծես թե այդ իշխանությունը և այդ իրավունքը ուներ, որովհետև իր տերը Սուրբ Գիրքն ասում է, որ ոչ մի բանից տեղյակ չէր, բայց Հովսեփը ուղիղ էր Աստծո առաջ։ Նա ճանաչում էր այդ Աստծուն ամբողջ սրտով և հավատում էր, որ ինքը այն Աստված, որ ինքը պաշտում է իրան ամեն իրավիճակների մեջ, կարա պահի։ Բայց եկավ այս իրավիճակը և խնդիրն առաջացավ, պրոբլեմը առաջացավ, թերևս մտածել եմ միգուցե ինքը կարար դուրս գալ իր տիրոջ դեմ, բայց ինքը չարավ այդ ամեն ինչը, որովհետև իր սրտի մեջ ինքը ճանաչում էր ինքը ում է պաշտեմ։ Եվ եկավ, կարծես թե հաջորդ փորձությունը գցեցին բանտ։ Իհարկե մարդ էր, որոշակի կարար մտածողություններ ունենար։ Շատ ժամանակ մենք էլ կարանք մարդ ենք, մտածողություններ ունենանք։ Տեսնում ենք, որ մատրվակապետին խնդրեց, չէ, ասավ, երբ որ դուրս կգաս այստեղից, խնդրում եմ ինձ հիշի, թագավորի առջև, որ ես կարծես թե առանց որևիցե մեղքի եմ հայտնված այստեղ։ Սուրբ Գիրքն ասում է, որ
մատարվակը գնաց ու մոռացավ Հովսեփին։ Աստծո ծրագիրը երբեմն մենք մեր կյանքի մեջ, գիտեք ժողովուրդ ջան, երբ որ չունենք այդ հավատքի տեսողությունը շատ ժամանակ չենք կարողանում հասկանանք Աստծո ծրագիրը։ Մատարվակը գնաց ու Սուրբ Գիրքն ասում է, որ մոռացավ Հովսեփին։ Բայց Աստված Հովսեփի կյանքի մեջ ինչ-որ աշխատանքներ էր տանում, ինչ-որ իրավիճակներ էր ստեղծում, ինչ-որ գործողություն էր կատարում, որպեսզի ինքը պատրաստվի, հասկանում եք։ 41-րդ գլխի մեջ գրված է այսպես, ասում է, եւ հանկարծ թագավորը փարավոնը մի երազ տեսավ։ Ու շատ զարմանալի էր, երազի մեկնությունը կարծես ոչ մեկը չէր կարողանում մեկնի։ Ու հանկարծ եկավ ճիշտ պահը։ Ճիշտ պահը եկավ, հասկանում եք ժողովուրդ ջան։ Եվ ասում է մատարվակը հիշեց Հովսեփին։ Աննպատակ ոչինչ չի լինում մեր կյանքի մեջ։ Ինչպես Մորդեի կյանքի մեջ եղավ մի պահ, որ կրիտիկական էր կարծես հարցը վերջնական պիտի լուծվեր։ Մորդքեն թագավորի կյանքն էր փրկել, նա աստվածավախ էր սրտանց, նրան չէր հետաքրքրում ոչ մի փառք, ոչ մի պաշտոն, ոչ մի դիրք, բայց եկավ մի պահ, որ Մորդքեի կյանքի մեջ կյանքին սպառնացող վտանգ գոյություն ուներ, բայց Աստված ծրագիր ուներ, հենց այդ գիշեր աննպատակ չէր, որ թագավորի քունը փախավ։ Աստված ամեն ինչից տեղյակ է, եւ Աստված գործում է այն մարդկանց կյանքի մեջ, որ իրոք սրտանց են, ճանաչում այդ Աստծուն, ոչ թե լեզվի խոսքով, գիտեք, շատերն են այսօր ասում, ճանաչում ենք այդ Աստծուն։ Գիտենք, որ նա ամենակարող է, գիտենք, որ նա հզոր է, գիտենք, որ նա ձեռքին ամեն բան, կարելի, անկարելի ոչինչ չկա, բայց սրտի մեջ, հարցը սրտի մեջից է, ժողովուրդ ջան, խնդիրը սրտի մեջ է, սրտանց ես դու, ճանաչում ես Աստծուն։ Եթե սրտանց ճանաչում ես, քո կյանքի մեջ պիտի խաղաղություն լինի, որովհետև դու գիտես, որ նա երբեք չի ուշանում և չի սխալվեմ։ Եկավ Մորդեի որոշումը ճիշտ հակառակը եղավ։ Դուք բոլորդ էլ գիտեք։ Հիմա Հովսեփը եկավ, գնաց կանգնեց ասին, որ գիտես, փարավոնը քեզ կանչում է։ Սուրբ Գիրքն ասում է, որ շորերը փոխեց, սափրվեց ու գնաց փարավոնի առաջ։ Երբ որ երազը մեկնեց, տեսեք ինչ ա գրված։ Ուրեմն 41-րդ գլխի մեջ ասում է, երբ որ փարավոնի երազը մեկնեց եւ խորհուրդ տվեց փարավոնին, ասավ լավ կլինի, որ փարավոնը իր երկրի մեջ մի իմաստուն մարդ գտնի եւ այս գործի վրա կարգի, որ այն առատության 7 տարիների մեջ, որ պիտի լինեն, պաշար հավաքի, որ երբ որ կգան այդ սովի տարիները, պաշար լինի եւ մտածելու կարծես բան չլինի։ Եվ տեսեք թագավորի խոսքը։ Ուրեմն 41-րդ գլխի 37 համարից պիտի կարդամ։ Եվ այս բանը լավ երևացավ փարավոնի աչքին եւ նրա բոլոր ծառաների աչքին։ Եվ փարավոնն ասեց իր ծառաներին. կարող են գտնել սրապես մի մարդ, որի մեջ լինի Աստծո հոգին, եւ փարավոնը ասեց Հովսեփին, որովհետեւ Աստված այս ամենը քեզ իմացրեց, քեզ պես հանճարեղ եւ իմաստուն չկա։ Դու իմ տան վրա եղիր եւ իմ բոլոր ժողովուրդը քո բերանին հնազանդվին, ես միայն աթոռով քեզանից մեծ լինեմ։ Եվ փարավոնն ասեց Հովսեփին. ահա քեզ Եգիպտոսի բոլոր երկրի վրա դրի, եւ փարավոնն իր ձեռքից մատանին հանեց, եւ Հովսեփի ձեռքին անցրեց, եւ նրան բեհեզյա հանդերձներ հագցրեց, եւ նրա պարանոցին ոսկի մանյակ դրավ, եւ իր երկրորդ կարգի վրա հեծեց, եւ գոչում էին նրա առաջին ծունը դրեք, եւ Եգիպտոսի բոլոր երկրի վրա նշանակեց նրան, եւ փարավոնը ասեց Հովսեփին.
Ես փարավոնն եմ, եւ առանց քեզ մեկը իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնե Եգիպտոսի բոլոր երկրի մեջ։ Եվ փարավոնը Հովսեփի անունը Փսոմփան դրավ, եւ Արեգ քաղաքի պետապրեսի քուրմի աղջիկ Ասթենեսը նրան կին տվավ, եւ Հովսեփը ելավ, որ Եգիպտոսի երկիրը ման գա, եւ 46 համարամ ասма, եւ Հովսեփը 30 տարեկան էր։ 17 տարեկանում տեսավ երազ, բայց համոզված եմ, որ մտքի ծերով անգամ չեր անցնի, որ կդառնա մի հզոր աշխարհակալ պետության երկրորդ մարդ։ Մտքի ծերով չեր անցնի, բայց այդ 13 տարիների մեջով բավականին 13 տարիների ընթացքում բավականին դժվարությունների մեջով անցավ, գերության գնաց, ստրուկության վաճառվեց, ուր կորավ այդ երազը, այդ կարծես թե այդ հայտնությունը, բայց Աստված ծրագիր ուներ, բայց ինքը այս ամենի մեջ չմեղանչեց Տիրոջ առջև, ժողովուրդ ջան։ Այո, կարդում ենք, որ նա երբեք ու երբեք մեղադրական չներկայացրեց Աստծո առաջ, խի այսպես։ Աստված ծրագիր ունի։ Նորից եմ շեշտում, մենք մարդ ենք, ֆիզիկապես չենք կարողանում տեսնենք այն ծրագիրը, որ Աստված ունի մեր կյանքի մեջ, ուստի կարևոր նախապայման է, որ մենք մեր աղոթքների մեջ խնդրենք, որ Տեր, ես ուզում եմ քեզ սրտանց ճանաչեմ, ոչ թե լեզվով, ոչ թե խոսքով ասեմ, որ ճանաչում եմ, այլ սրտանց ճանաչեմ։ Համոզված եմ, բազում մտքեր էր եկել Հովսեփին։ Եթե մեզ գալիս է մեր նման մարդ էր Հովսեփը, նրան էլ եկած կլինի անշուշտ։ Ինչ եղավ այդ երազը, բա ուր է այդ Աստվածը, բա ինչի ես դու հիմա այս վիճակի մեջ։ Հովսեփը սրտանց էր պաշտում այդ Աստծուն։ Եվ Աստծո փառքը երևաց։ Աստված մենակ ոչ թե Հովսեփի համար էր հոգս անեմ, այլ ամբողջ մի ազգի ճակատագիր էր կարծես թե որոշվեմ, որ սովամահ չլիներ։ Հասկանում եք, թող Տերը օրհնի, որ մենք բոլորս այո մի պահուշադրություն դարձնենք մեր սրտի աշխարհի մեջ, մեր հոգու ներաշխարհի մեջ, իրոք ճանաչում ենք նրան, թե չենք ճանաչում։ Եվ հաջորդ անձնավորությունը դա Դանիելն է, ժողովուրդ ջան, որը նույնպես գերության գնաց, որը նույնպես գնաց ոչ իրակամքով, ուղղակի գնաց գերության։ Եվ գիտեք ինչ ա գրված, շատ հետաքրքիր է, տեսեք, Դանիելի հենց առաջի գլխի մեջ այսպիսի խոսքեր կա գրված։ Դանիելի առաջի գլուխ 8 համար։ Եվ Դանիելը որոշեց իր սրտումը, որ իրան չպղծե թագավորի կերակուրներով եւ նրան խմած գինիով է։ Սրտի որոշում, որ ինքը իր Աստծուց երբեք պիտի չհեռանա, որովհետեւ ինքը ճանաչում էր նրան։ Եվ 6-րդ գլխի առաջի համարում ասում է, որ թագավորին հաճո երևցավ, Դանիելը որոշակի ընթացք ապրեց, ասում է թագավորի աչքին հաճո երևցավ, որ նրան դնի Իսրայելի վրա, կներեք, եւ բոլոր այդ թագավորության վրա 3 կուսակալ պիտի նշանակեր, որ բոլորը նրանց հաշիվ տային, դրանցից մեկը Դանիելն էր։ Եվ ասում է, որ թագավորը մտադիր էր, որ Դանիելին դնի այդ 3-ի վրա որպես ավագ, որովհետև տեսել էր Դանիելի մաքրությունը, որովհետև Դանիելի արդարությունը կարծես, որ սրտանց էր բխեմ, նա տեսել էր, իրոք թագավորը տեսել էր, բայց դուք գիտեք, որ ընկերները ինչպիսի դավ հյուսեցին, որոշեցին, չեմ ուզեմ ժամանակի պատճառով կարդամ այդ տեղերը 6-րդ գլխի մեջ, որ գնաք կարդակ կտեսնեք, ասում է, եւ նրա ընկերները ասին ուրիշ բանի վրայով Դանիելին չեն կարա մեղադրական ներկայացնենք, բացի իր Աստծո վրայով։ Հասկանում եք,
ու որոշեցին թագավորին, համոզեցին, որ գիտես, մի որոշում բեր արձակի, որ 30 օր ոչ մեկը բացի քեզանից, ոչ մեկից ու ոչ մի Աստծուց ոչինչ չխնդրի։ Սուրբ Գիրքն ասում է, որ Դանիելը լսեց այդ հրովարտակի մասին, այդ օրենքի մասին, չվհատվեց, չխառնվեց, չշփոթվեց, գնաց իր տուն, Սուրբ Գիրքն ասում է, իր սովորության համաձայն, այսինքն մինչև այդ էլ ինքը այդ կյանքը ուներ, իր սովորության համաձայն ասում է, աղոթք արավ կենդանի Աստծուն, օրը 3 անգամ, բաց պատուհանով, դեպի Երուսաղեմ հայացքը, կենդանի Աստծո, որովհետև Սողոմոնը այսպիսի աղոթք էր արել, ասելերով Աստված, եթե ժողովուրդը ծրվի օտար ազգերի մեջ ու երեսը դարձնի դեպի այն տաճարը, այն ուղղությունը, իր ուղղությունը լինի այն տաճարի ուղղությամբ, որտեղ որ դու իրոք բնակվում ես, դու լսես նրանց աղոթքը եւ իդ վերադարձնես։ Այս խոսքի համաձայն Դանիելը գրված Սուրբ Գիրքը ասում է, որ պատուհանները բացած դեպի Երուսաղեմ օրը 3 անգամ աղոթք էր անում։ Ու հանկարծ բռնեցին իրան աղոթք անելուց, Աստծուց բան խնդրելուց։ Ու տարան թագավորի առաջ, գիտեք, Դանիելը ոչինչ չասավ։ Դանիելը վստահում էր այդ Աստծուն։ Դանիելը ապավինում էր այդ Աստծուն։ Հիմա վճիռն է, առյուծների գուբ, որ համոզված են պրակտիկայի մեջ նման իրավիճակ չկա, որ մեկը գծվեր այնտեղ ու կենդանի դուրս գար։ Չկար, չի եղել նմանատիպ իրավիճակ ու պրակտիկայի մեջ իր կյանքի մեջ միգուցե այդ ամբողջ այդ գերության տարիների մեջ ինքը նման բան տեղած չի եղել, որ մեկը ընկնի այդ գուբը ու դուրս գա այնտեղից։ Հիմա պատկերացնում եք ինչ է կատարվում Դանիելի մեջ։ Ոնց առյուծների գուբ, ինչի համար, ախր ես ոչինչ չեմ արել, բայց թագավորի առաջ չի արդարանում, գիտեք, թագավորի առաջ ինքը ոչինչ չի անեմ ու չի ասեմ, հնազանդ է ինքը, որովհետև ինքը ճանաչում է ում է հավատացել։ Եվ գցեցին առյուծների գուբը, Սուրբ Գիրքն ասում է, որ ամբողջ գիշեր թագավորը չկարողացավ քնի։ Ամեն ինչ անում էր, որ գիտեր, որ Դանիելը արդար է, ազատի, բայց քանի որ հրամանը թագավորից դուրս եկած եւ կնքված էր, նա փոփոխության եւ բեկման ենթակա չէր, պիտի անշուշտ կատարվեր։ Եվ եղավ այն, որ առավոտ կանուք Սուրբ Գիրքն ասում է, որ թագավորը վազեց դեպի առյուծների գուբը եւ այսպես է գրված, տեսեք ինչ ասեմ 22 համարը և 21 համարներում ասում է, որ թագավորը սենց մի քիչ տխրած կանչեց 22 համարում տեսեք ինչ է գրված։ Իմ Աստվածը ուղարկեց իր հրեշտակը և նա փակեց առյուծների բերանը և նրանք ինձ չվնասեցին, որովհետև նրա առաջին մաքրություն գտնվեցավ ինձ վրա և քո առաջին էլ ով թագավոր մի հանցանք չեմ արել։ Մի հանցանք չեմ արել։ Եվ 25-ից 27 համարներում նույն գլխի, 6-րդ գլխի գրված այսպես, որ թագավորն ասում է, որ մի հրաման արձակեց, որ իրոք Դանիելի Աստվածը հզոր Աստված է, եւ բոլորը վախենան եւ պաշտեն այդ Աստծուն։ Դա դուրս էր եկել թագավորից։ Այդ հրամանը թագավորի բերանից դուրս եկած հրաման էր, ինչի արդյունքում Դանիելի Աստծուն ճանաչելու եւ վստահելու արդյունքում։ Եվ հաջորդ համարների մեջ ասում է, երբ որ այդ դավը հյուսողներին, նույն առույցներն էին, չէին փոխվել։ Դանիելին երբ որ հանեցին, ոչինչ չկար։ Մի ցարապկա չկար, ասում է, եւ Աստված ուղարկեց իր հրեշտակը, բայց այդ դավ հյուսողներին երբ որ գցեցին այդ գուբը, ասում է, դեռ գետին չհասած, հոշոտեցին, առյուծները ոչնչացրին
Եվ պիտի կարդամ նորից 91 Սաղմոսի 14-15 համարները ու գանք աղոթքով Տիրոջ առաջ, որովհետև նա ինձ ցանկացավ, եւ ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, նա կկանչե դեպի ինձ, եւ ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինիմ, նեղության մեջ կապրեցնեմ նրան, փառավոր կանեմ նրան, երկար օրերով կկշտացնեմ եւ իմ փրկությունը ցույց կտամ նրան, ամեն, թող փառավորվի Տիրոջ անունը, կանգնենք ոտքի եւ խնդրենք, որ իրոք Աստված օգնի մեզ, որ մենք այո սրտանց ճանաչենք այդ Աստծուն, ասենք այո Տեր, ես ուզում եմ, որ սրտանց քեզ ճանաչեմ, ես չեմ ուզում լեզվի խոսքով, ես չեմ ուզում ինչ-որ բառերով, այլ ես ուզում եմ սրտանց քեզ ճանաչեմ, որ ինչ վիճակ էլ որ լինի, ինչ քամիներ էլ որ բարձրանան, ինչ փոթորիկներ էլ որ գան իմ կյանքի մեջ, ես չսասանվեմ, իմ վեմը, իմ վստահությունն ու իմ հաստատությունը միայն դու լինես եւ միայն դու, թող փառավորվի Տիրոջ անունը։